Այսօր ապրիլի 4-ին Մայրաքաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայրտաճարում բազմաթիվ հավատացյալներ են համախմբվել աղոթք բարձրացնելու մեր երկրի, ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, հայրենյաց սահմանները պաշտպանող հայոց բանակի, հրամանատարների ու զինվորների անվտանգ ու հաղթական ծառայության համար։ Միասնական աղոթքից դեռ ժամեր առաջ տաճարը լի էր հավատացյալներով։ Անչափ հուզիչ ու ազդեցիկ էր, երբ մարդիկ հոտնկայս ծափողջուններով դիմավորեցին հայրենիքի պաշտպան զինվորներին։ Հայոց Հայրապետի գլխավորությամբ հոգևորականների թափորը դիմավորեցին նաև զինվորականները։ Շուրջ 10 բուհի ռեկտորներ, հարյուրավոր ուսանողներ եկել էին աղոթելու ու զորակցություն հայտնելու շփման գծում մարտնչող զինվորներին։ Այստեղ էր նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա տեսնելով նաև մարդիկ կհասկանան, թե որքան միասնական է, եւ հենց Չարենցը իզուր չէր ասել, որ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Հենց այդ հավաքական ուժի կարիքն էլ մենք զգում ենք եւ ուզում ենք Աստծուն խնդրել, որ համախմբի մեզ բոլորիս, եւ սա իռացիոնալիզմ չէ։ Մենք իրոք հավատում ենք, մենք քրիստոնյա ենք եւ մենք հաղթելու ենք։ Եկել եմ այստեղ, որպեսզի աղոթեմ մեր սահմանում գտնվող զինվորների համար, որպեսզի նրանք լինեն շատ ուժեղ, հզոր, որպեսզի կարողանան դիմադրել այս ամեն ինչին։ Գիտեմ, որ իրանց համար էլ է շատ դժվար, մեր համար էլ, բայց ես ինքս ուզում եմ գնամ իրանց կողքին լինեմ։ Ամեն վարքյան պատրաստ ենք, որ գնանք, նույնիսկ առավոտյան մեր Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կամավորական ջոկատ ենք հավաքել տղաներով, մոտավորապես 20 հոգով, ու պատրաստ ենք յուրաքանչյուր պահել մեկնել առաջնակից, եթե կարիքը լինի։ Իմացանք, որ այս պահին կարիք չկա, փորձել ենք սենց ինչ-որ օգուտ տանք աղոթքով։ Մեր բանակի քաջարի զինվորները դիմակայեցին անձնուրաց կերպով ծանր մարտերում ետ մղելով հակառակորդին եւ պատճառելով զգալի կորուստներ։ Մեր ողջ ժողովուրդը հայրենասիրության ու ազգասիրության զորեղ զգացումով ինքնաբուխ զորաշարժ սկսեց։ Կամավորական խմբերը ելան մեր բանակի արիասիրտ զավակների հետ վճռականորեն եւ ամենայն հանձնառությամբ պաշտպանելու հայրենի երկիրն ու սրբությունները, Արցախի մեր ժողովրդի ազատ կյանքի արդար իրավունքը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից այս օրերին սանձազերծված ռազմական գործողություններին, նշեց Հայոց Հայրապետը։ Թեպետ իրավիճակը Արցախում մնում է լարված, բայց հայրենյաց պաշտպան մեր զավակները շարունակում են արժանի հարված տալ հակառակորդին։ Այսօր քաջալեր են մեր հոգիները, տեսնելով մեր բանակի մարտունակությունը, ազգի զավակների ազնվասիրտ նվիրումն ու խիզախությունը, ասաց Հայրապետը։ Ադրբեջանի կողմից հրադադարի անվերջ խախտումները, դիվերսիոն գործողությունները, սահմանամերձ բնակավայրերի պարբերական գնդակոծությունները, որոնց հավելվեց եւ այսօրերի ոճրագործությունը, վկայում եւ փաստում է, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղյան խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, նշեց ամենայն հայոց կաթողիկոսը, արդարև մեր բանակի հզոր պաշտպանունակությունն է, նաև միջազգային հանրության արդար եւ անկողմնակալ գնահատականը Ադրբեջանի ռազմատենչ, անընդունելի եւ դատապարտելի վարքագծի, որը մեր ժողովրդի իրավացի սպասումն է։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքինություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար։ Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով եւ ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր եւս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների ու պարտադրված պատերազմի։ Առաքելական մեր եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են, հավատքով զորացնելով ու քաջալերելով հայրենյաց մեր պաշտպաններին եւ աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի։ Մեր աղոթքը օրհնությունը եւ զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Մեր քաջարի հրամանատարներին ու զինվորներին, որ
Անձախնդիր ջանքեր են ներդնում հայրենի մեր երկրի ապահովությունն ու անվտանգությունը պահպանելու, հայրենիքը պաշտպանելու, խաղաղությունը վերահաստատելու համար։ Աղոթք ենք բարձրացնում մարտերում և սահմանամերձ բնակավայրերում զոհված մեր ժողովրդի զավակների, զինվորների և խաղաղ բնակիչների հոգիների հանգստության և երկնային լուսեղեն օդեբարներում բնակության համար, մեր վշտակցությունը բերելով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։ Աղոթում ենք վիրավորների շուտափույթ ապաքինման համար։ Աղոթք ենք վերառակում Աստված աշխարհի և մեր հայրենիքի խաղաղության համար։ Այցելով, որ մեր ժողովուրդը հավատքով և արիքով հաղթահարի նաև այս դժվարություններն ու մարտահրավերները, շարունակելով հզորացնել մեր հայրենիքը, շենացնելով ազգային մեր կյանքը իսկ յուրս աշխարհի։ Թող Տիրոջ ամենազոր սուրբ աջը ամենայն ժամ զորակից ու պահապան լինի մեր ժողովրդին։ Հայրենյաց պաշտպան մեր խիզախ զինվորներին։ Հավեր կեցել մեր քաջ զինվորները։ Հարկ ու պատիվ հայոց բանակին։ Ամենազոր Աստված և թագավոր Ավիտենից, անսասան և անպարտելի պահիր քո ժողովրդին և հայոց աշխարհը, կյանքի աղբյուր, խաղաղության պարգևիչ և քո ծառաների զորացուցիչ, խաղաղ կյանք պարգևիչ հայրենի մեր երկրին և զորացրու թշնամիների դեմ պատերազմում, իբարս քո սուրբ անվան, այսօր և հավիտյան, ամեն։ Անուշ Առաքելյան, Սուրեն Գրիգորյան, Արտաշես Մաթևոսյան, Արթուր Մանուչարյան, Եկեղեցական կյանք։ Այսօր ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ուղեկցության բարձրաստիճան հոգևորականների և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի այցելեց Մուրացյան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցեց վիրավոր զինվորներին։ Զինվորների վնասվածքները տարբեր են։ Վերջույթների կրծքավանդակի, որովայնի հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը վեհափառ հայրապետին ներկայացրեց զինվորների վիճակը, այն գնահատելով կայուն դրական դինամիկայով։ Վեհափառ հայրապետը զրուցեց զինվորների հետ, հպարտություն հայտնելով նրանց ոգու տոկունության համար։ Հայոց հովվապետն իր օրհնությունը բաշխելով զինվորներին բարի ապաքինում մաղթեց յուրաքանչյուրին, որպեսզի շուտով վերադառնան կյանքի բնականon ընթացքին, ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ հայ ժողովրդին։ Վեհափառ հայրապետը զինվորներին նաև աղոթագրքեր ու խաչեր նվիրեց։ Նորին սրբությունը գոհունակության խոսք հայտնեց նաև հոսպիտալի բուժանձնակազմին, այսօրերին ցուցաբերվող անխոնջ ծառայության և նվիրումի համար։ Մեր վեհափառ Տիրոջ դերը և նշանակությունը մեր մարտական ոգու բարձրացման, պահպանման մեջ անգնահատելի է, և դուք ինքներդ տեսաք մեր զինծառայողների, անկախ նրանից, որ իրենց վիճակը բավականին ծանր է, վիրավորված են իրանք, անկողնայի վիճակում են գտնվում, բայց այնուամենայնիվ իրենց մարտական ոգին դուք ինքներդ ձեր աչքով տեսաք, որ բավականին բարձր է, և վեհափառ Տիրոջ այցելությունը ինչքան մեծ նշանակություն ունի։ Նշան Աբասյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։
Այսօր Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի ունեցավ 1989 թվականին ծնված պայմանագրային զինծառայող հետախույզ գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը։ Նա կամավոր եկել է մեր զորամաս եւ մեզ ցանկություն հայտնել ծառայել հանուն հայրենիքի։ Նա շատ ընկերասեր էր, նա շատ պարտաճանաչ զինծառայող էր։ Բազմիցս անգամ խրախուսվել է հրամանատարության կողմից։ Ցավոք այսօր ինքը մեր կողքը չի, բայց իր գործը ես վստահ եմ, որ մնացած զինծառայողները կշարունակեն։ Ափսոս, հազար ափսոս ինքը հիմա չկա, բայց իր նման տղաները դեռ շարունակում են մնալ, հարազատների նման, իր եղբայրների նման։ Ինքը միացավ հոգեպես այն առողջ եւ առյուծ տղաներին, որոնք հիմա կանգնած են, որոնք հիմա կռվում են թշնամու դեմ։ Մի ժամանակ մենք էինք 20-25 տարի առաջ մենք էինք այդ անուշ օրերը տեսած։ Ես կարծում եմ սա անուշ օր է, մենք գլխակոր չենք։ Մենք հպարտ ենք, որովհետեւ մեր զավակը հերոսաբար է զոհվել հանուն հայրենաց, հանուն մեր ապագայի, հանուն մեր երեխաների, հանուն հայոց աշխարհի։ Պետք է հույսը դնենք Աստծո վրա եւ մենք էլ չթերանանք։ Երեկ Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում հարցազրույց է տվել Արցախի թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Martirosyan-ը։ Առաջնորդ հայրը շեշտել է, որ հաղթանակի կարևոր գրավականը վստահությունն է սեփական ուժերի եւ ճշմարտության վրա։ Այն ազգը, որ հույսը դնում է իր ուժերի, իր բանակի, իր ժողովրդի կարողության վրա, նա է հաղթում, ասել է Արցախի թեմի առաջնորդը։ Ամուր պիտի մնանք մեր լեռներում, լեռների պես, որպեսզի շարունակենք մեր խաղաղ, ազատ, հայեցի կյանք։ Պարքև Սրբազանը պատմել է արտասահմանից ստացվող բազմաթիվ զանգերի, աջակցության առաջարկների մասին։ Նա օգտվելով առիթից նաև փոխանցել է ամենայն հայոց կաթողիկոսի զորակցությունը եւ ամուր մնալու մաղթանքը արցախցիներին։ Այս օրերին Արցախում պաշտպանության բանակի, բնակչության եւ կամավորների կողքին են նաև հայ եկեղեցականները։ Մի շարք հոգեվորականներ դեպի առաջնագիծ են գնում խաչով ու զենքով։ Հաղորդավարի հարցին, թե Աստվածաշնչում Տերն ասում է «Սիրիր թշնամուդ», Սրբազանը պատասխանել է Սուրբ գրքի խոսքերով։ Քրիստոս ասում է. «Վերջին բաճկոնդ վաճառիր, սուր գնիր», սա մեկ, եւ երկրորդը երանի նրան, երանի, ով կյանքը կտա ինքերոջ համար, այսինքն սուրբ է դառնում մարդը, նա որ գնում է կյանքը տալու ինքերոջ համար, հայրենիքի համար։ Արցախի թեմակալ առաջնորդը դրվատել է այս պահին կրակագծում պայքարող հայ զինվորներին, հրամանատարներին, հորդորել արցախցիներին հնարավորության սահմաններում շարունակել կյանքը, բարձր պահելով հայ ոգին, անպայման աղոթելով մեր երիտասարդների, մանուկների ու մարտիկների համար, ում համար կարևոր է հատկապես ավագ սերնդի քաջալերանքը։ Մենք պետք է շարունակենք մեր ազնիվ արդար գործը, որովհետև Աստված մեզ հետ է, հետևաբար հաղթանակն էլ մերն է, եզրափակել է Սրբազանը։
Կիրակի ապրիլի 3-ին Դամասկոսի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցել հոգեհանգստյան արարողություն թշնամական գործողություններին զոհ գնացած զինվորների եւ անմեղ բնակիչների համար։ Թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը օրվա քարոզում անդրադարձել է սահմանային իրավիճակին, խնդրել ներկաներին խաղաղության եւ զորակցության աղոթք հանել նահատակների հոգիների, խաղաղության, մեր երկրների բարօրության համար։ Ռումինիայի հայոց թեմի Պիտեշտի Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագից հետո ծխական խորհրդի եւ հավատացյալների մասնակցությամբ նույնպես կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո Պիտեշտի հայ համայնքի հավատացյալները նաեւ միասնաբար աղոթել են սահմանին կանգնած հայ զինվորների խաղաղ ծառայության եւ վիրավոր զինվորների առողջության համար։ Կիրակի առավոտյան Կիլիկիայի կաթողիկոսության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Արցախում զոհվածների հիշատակի համար աղոթեցին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, միաբան հայրերը եւ հավատացյալները։ Հերմինե Հակոբյան, եկեղեցական կյանք։ Երկնային զորքիդ բարերարությամբ միշտ տոկում պահիր հայոց բանակի զորապետերին եւ զինվորներին, օգնի, որպիսի իրենց ծառայողական օրը անցկացնեն զգոնությամբ, աչալրջությամբ, համաձայն հրահանգների եւ առանց արտակարգ պատահարների, քանզի քեզ համար անկարելի ոչինչ չկա, եւ քեզ հոր, եւ Սուրբ Հոգուդ հետ, փառք, այժմ եւ միշտ, եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս օրերին ամենուր ցանկացած իրադարձության ժամանակ հոգևորականները նախ աղոթում են մեր հայրենիքի պաշտպանների, հայոց զինվորների եւ սահմանին կանգնած յուրաքանչյուր հայորդու համար, նրանց ուժ, կարողություն, անկոտրուն կամք եւ տոկունություն մաղթում, Տիրոջից խաղաղություն հայցում։ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում Տեր Մուշե Քահանա Վահանյանը զինվորների օրհնության կարգ կատարեց։ Սուրբ Խաչ եկեղեցում էին համախմբվել Ապարանից եւ հարակից տարբեր գյուղերից շուրջ 200 սոցիալապես անապահով մարդիկ եւ բարի ավանդույթի համաձայն զատկական ճաշկերույթի մասնակցեցին։ Ավանդույթը հաստատվել է դեռևս 2 տասնամյակ առաջ, երբ այս տարածքի Մկրտիչ քահանան եւ Էդվարդ Սարգսակ Ֆրանգուլյանը եկեղեցական տարբեր տոներից, հատկապես Սուրբ Հարությունից հետո համախմբում էին ապարանցիներին, միասին ընթրում, զրուցում, մտերմանում եւ ճանաչում իրար։ Այս բարի ավանդույթը շարունակում են ներկա հոգևորականները։ Մենք ունենք ընտանիքներ, որոնց հոգացությունը ըստ կարելվույն կրում ենք, ինչ որ կարող ենք սնունդով, հագուստով, այցելություններով, իրենց հետ զրույցներով, այսպես ընտանիքներ ունենք, որոնք մշտական մեր խնամքի տակ են գտնվում։ Այս մարդկանց մեջ են նաև վետերանները, որոնք դեռևս Էդվարդ Սարգսակ Ֆրանգուլյանի ժամանակից մասնակցել են զատկական ճաշկերույթին եւ այսօր էլ օգնում են իրենց փորձառությամբ ու կարողությամբ։ Ուրախությամբ են փաստում, որ տարիների ընթացքում չի փոխվել մարդկանց ջերմությունն ու համախմբվածությունը։ 1971 թվականից սկիզբ դրվեց այս ավանդույթին, զատկական ընթրիքին, եւ այս օրը մերձենում են եւ կիսում են ուրախությունը, տոնը Քրիստոսի հարության։ Քրիստոնեական ճաշկերույթը խորհրդանշում է Քրիստոսի սերը, հավատը, միությունը։ Զատկական ընթրիքը կազմակերպվել էր ապարանցի Մերուշ Եղիազարյանի ֆինանսական աջակցությամբ։ Մերի Հովսեփյան, Մեսրոպ Ավետիսյան, եկեղեցական կյանք։ Այս օրերին մեր եկեղեցու խորաններից աղոթք է հնչում սահմանների խաղաղության, զոհվածների հոգիների, վիրավորների ու մեր սահմանները քաջաբար պաշտպանող զինվորների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունները սկսվեցին ապրիլի 1-ի գիշերը, նույն օրը, երբ մեր եկեղեցին նշում էր Հովանես Մկրտչի գլխատման հիշատակությունը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցի էր բերվել սրբի մասունքը։ Եկեղեցու բակում հավաքված տարեցները աշխարհաքաղաքական թեմաներից բացի հիշում են հեռավոր 1836 թվականը, երբ նախնիները Բայազեթից գաղթելով հաստատվեցին այստեղ եւ առաջին հերթին կառուցեցին Սուրբ Հովանես Մկրտիչ եկեղեցին։ 1848 թվականից Սուրբ Կարապետն անուշադրության էր մատնված։ Խորհրդային տարիներին այն ծառայել էր որպես պահեստ, իսկ հետո դարձել լքված ու քանդված շինություն։
Սուրբ Կարապետը 1 տարից ավելի լուռ ու խոնարհ սպասում էր ուշադրության եւ նորոգման։ Պապիկները երբեք առիթը բաց չեն թողնում օրհնելու Սամվել Սինանյանին եւ մի խումբ գավառցիների, որոնց շնորհիվ 3 տարի առաջ նորոգվեց եկեղեցին։ Մենք ուղղաչափ նրանցի շնորհակալ ենք, նրանց երկար կյանք ենք ցանկանում, աշխարհի բարիքը նրանց ենք ցանկանում, ողջույն։ Սուրբ Կարապետ եկեղեցին այսօր իր մշտական համայնքն ունի, ակտիվ է Կիրակնորիա դպրոցն ու երիտասարդաց միությունը։ Մենք ունենք սոցիալական մի քանի ծրագրեր, ճիշտ է, լուրջ այսպես նյութական միջոցներ չունենք, բայց կարողանում ենք ծերերին խնամել, կարողանում ենք այդ անապահով ընտանիքներին այցելություններ ապահովել եւ Աստվածաշունչ Մատյանի մասին խոսել իրենց հետ երիտասարդների միջոցով։ Պատարագիչը Սևանի եւ տարածաշրջանի հոգեվոր հովիվ Տեր-նշան Քահանա Սարգսյանն էր։ Պատարագին մասնակցում էին տարբեր թեմերից ժամանած հոգեվորականներ։ Սուրբ Հովհաննես, Սուրբ Կարապետ, Մարտիրոս, Մեծագույն Սրբի անունն իբրև բարեխոսի ժամերգության ընթացքում ընթերցվող մաղթանքի մեջ հիշատակվում է երկրորդը Սուրբ Աստվածամոր անունից հետո։ Քրիստոսին մկրտողի եւ նրա գալուստն ավետողի Հովհաննես Մկրտչի գլխատման պատմությանն առավել մանրամասն անդրադարձել են Մատթեոս եւ Մարկոս ավետարանիչները։ Հերովդես թագավորը ձերբակալում եւ բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետեւ նա մեղադրում էր թագավորին եղբոր կնոջը Հերովդիային հափշտակելու եւ կնության առնելու համար։ Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին։ Խնջույքի ժամանակ կատարելով սիրուհու ցանկությունը թագավորը սկուտեղի վրա մատուցում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Ըստ ավանդության Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայից իր հետ Հայաստան է բերում Սրբի մասունքներից եւ ամփոփում Մուշ քաղաքին մոտ գտնվող վայրում, ուր եւ հետագայում կառուցվում է նշանավոր Սուրբ Կարապետ վանքը։ Հասմիկ Հովեյանը Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանի ավագ գիտաշխատող է։ Նա երկար տարիներ ուսումնասիրել, տարբեր աղբյուրներից քաղել է Հովհաննես Մկրտչի կյանքի, նրա անձի շուրջ հյուսված ավանդությունները։ Շատերը խնդրում էին, որ իրենց օխտը գոմշի օշտա։ Անզավակ ծնողները գոտիները դնում էին տապանակարի վրա, աղոթում, որ իրենց զավակ պարգևի։ Մարտի գնալուց առաջ էլ Մամիկոնեից ասպետները ուխտի էին գնում Տարոն գավառի Սուրբ Կարապետ վանք, ստանալու նրա աջակցությունը թշնամուն հաղթելու համար։ Դառնանք դեպի մեր Աստված, որ այսօրվա մեր սատարողն է, մեր փրկիչն է, մեր խաղաղություն տվողն է։ Ես կուզեի, որ ինձանից սկսած բոլորը սիրեինք եւ հավատայինք մեր Տիրոջ լույսին, մեր Տիրոջ փառքին եւ Հովհաննես Մկրտչի այն հավատքին, որ ինքը մինչեւ վերջ իր աշակերտների հետ այդ հավատքով մնաց մինչեւ նույնիսկ իր գլխատվելը։ Քարոզի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բաքրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսեց պատվելի Սրբի վարքի ու կյանքի օրինակի մասին։ Խոսեց շփման գոտում ընթացող բախումների մասին եւ հորդորեց հավատացյալներին խնդրել Սրբի բարեխոսությունը, որպեսզի նա պահապան լինի հայոց բանակին ու խաղաղ բնակչությանը։ Մեր առաջին պարտքն է այսօր այստեղ գտնվողներս։ Մեր աղոթքը եւ խաղաղության մաղթանքը ներկայացնել մեր Տիրոջը, որպեսզի շուտապույտ այդ թշնամական ձայները լռեն, ամեն գնով լռեն։ Եվ մեր զինվորներին, մեր ժողովրդին այնտեղ գտնվող այդ սահմանների եզրերին ոչ մի ձևով վտանգ չսպառնա, անփորձանք մնան, իրենք իրենց հայրենիքի նկատմամբ, հավատքի եւ ընտանիքի նկատմամբ ունեցած այդ բարձրագույն պարտք ու պատասխանատվությունը այսպես հերոսաբար կատարելու ճանապարհին։ Իմ խնդրանքն է բոլորիս, որ Տեր ողորմյայի ժամանակ այս ամբողջ ընթացքում մենք հիշենք մեր քաջասիրտ զինվորներին, մեր սահմանում ապրող ժողովրդին։ Մենք դատապարտված ենք հաղթելու, հարության հավատքով մենք հաղթահարել ենք կյանքի բոլոր փորձությունները, ասաց Սրբազան հայրը։ Մեր խնդրանքն է, որ Տերն առաջնորդի թե այստեղ, թե շփման գծում պայքարի ելած զինվորների բոլոր քայլերը։ Պատարագի վերջում հոգևոր հայրերը անդաստանի կարգ կատարեցին, օրհնելով աշխարհի 4 ծագերը եւ Տիրոջից խաղաղություն հայցեցին։ Հավատացյալները հնարավորություն ունեցան հրաշագործ Սրբի մասունքներից օրհնություն ստանալ ողջ օրվա ընթացքում։
Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, եկեղեցական կյանք։ Կրկնազատկի օրը վաղ առավոտից բազմաթիվ հավատացյալներ էին հավաքվել Մատենադարանի մուտքի մոտ, որպեսզի գրապալատից դուրս բերելու պահին հնարավորություն ստանան հաղորդակցվել Շուրիշկանի խնդրակատար ավետարանի հետ։ Ինչպես միշտ հրաշագործ գիրքը տեղափոխելու համար Մատենադարանում էին Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևորականները, գրապահոցի գիտաշխատողներն ու անվտանգության աշխատակիցները։ Տեր-Եղիշեն անդրադառնալով Շուրիշկանի ավետարանի հանդեպ հայոց պաշտամունքին, առանձնակի վերաբերմունքին եւ ակնածալի երկյուղացությանը, նկատում է, որ նույնիսկ այն դեպքում, երբ Ձեռագիր Մատյանը վերադառնում է Մատենադարան ու դրվում ապակուտակ, մարդիկ շարունակում են նրանից հրաշք ակնկալել։ Ամեն տարի կրկնազատկին է, այդպես ուրեմն որոշում կայացվեց։ Հետաքրքրական է, որ նաև Պարսկաստանը, որտեղ դրվել ավետարանը Շուրիշկան գյուղում, այնտեղ էլ նույն օրը եղել ուխտի օր։ Եվ նույն բանը այսօր մեր մոտ Մուղնի Սուրբ Գևորգում ամեն տարի կրկնազատկին։ 2002 թվականից Մեսրոպ arczepiskopos Աշճանի նախաձեռնությամբ եւ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ձեռագիրը տարվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։ Չնայած անբարենպաստ եղանակին գրքի վերադարձի օրը մեծ թվով հավատացյալներ էին հավաքվել դռների մոտ եւ անհամբերությամբ սպասում էին եկեղեցի մտնելու իրենց հերթին։ Եկել եմ, որ բուժվեմ, ես օտարության մեծ զավակներ ունեմ, նրանց համար եմ հաջողություն խնդրելու, այն օժտված է բուժելու զորությամբ, անգամ օտարներն են հավատում նրա զորությանը եւ ուխտի գալիս, իրար հերթ չտալով այսպես էին մեկնում դռների մոտ հավաքված հավատացյալ ուխտավորները։ Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Գարեգին Վարդապետ Համբարձումյանը։ Պատարագը հանդիսապետում էր Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Երկշախմբում նույնպես Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներն էին, որոնք այս անգամ Մուղնի էին եկել որպես ուխտավորներ։ Ուխտագնացության մեր հենց առաջին վայրկյաններից այս ուխտագնացությունն անվանեցինք խաղաղության ուխտագնացություն եւ խնդրեցինք մեր աղոթքների մեջ միասնաբար, որպեսզի Աստված խաղաղություն տա մեր սահմանին եւ խաղաղություն տա նաեւ մեր հոգուն, որովհետեւ Քրիստոս խաղաղություն է եւ այդ խաղաղությունն է ամենքից խոստանում եւ նաեւ խաղաղության միջոցով սեր է տալիս եւ փրկություն է տալիս։ Հայր Գարեգինն իր քարոզում անդրադարձավ նորօրյա կյանքում խաղաղության կարևորությանը։ Պետք է գիտակցել, որ այսօր հայրենիքի սահմանների սահմանին կանգնած զինվորի ու սպայի խաղաղությունը գալու է Քրիստոսի հարության պարգևած խաղաղության միջոցով։ Իր քարոզում ասում է հոգևորականը. Մեր պատմության վճռական պահերին հայոց բանակը միշտ էլ դրսևորել է ազատատենչ ու քաջակորով ոգի եւ մեծ հաղթանակների հասել առ Աստված հավատքով խիզախությամբ։ Այսօր էլ ուխտավոր հավատացյալները խնդրակատար Սուրբ Գրքին մոտենալիս իրենց զավակներին, ընտանիքի անդամներին հիշատակելուց առաջ խնդրում են, որ հայոց երկնակամարը շուտ բացվի եւ զինվորների ընտանիքներում միայն խաղաղ, բարի լուրեր թեված են։ Ուխտավորները հույս ունեն, որ իրենց աղոթքները ամուր վահան կդառնան զինվորների ու սպաների համար, իսկ հրաշագործ Շուրիշկանը շուտապույտ ապաքինում կտա վիրավոր զինվորներին։ Խնդրում եմ առ Աստված, որ այս ավետարանի սրբությունը օգնի մեր Ղարաբաղի զինվորներին, որ մեր սահմանները լավ պահեն, իրանց էլ ոչինչ չպատահի, Սուրբ Գևորգը իր զորքով հասնի իրանց։ Խաղաղություն ենք խնդրում, այսօրվա բոլոր աղոթքները ուղղված են մեր Արցախի սահմանները պաշտպանողներին, թող Աստված զորություն տա իրան, աշխարհին խաղաղություն լինի։ Մենք աղոթում ենք խաղաղության համար, մեր զինվորների ամփորձ լինելու համար, Աստված ուժ տա ավելի զորացնի, եւ ամփորձանք լինեն սահմանի տղաները ամփորձանք եւ առողջ տուն վերադառնան իրանց մայրերի մոտ, խաղաղություն։ Լիաննա Չիչակյան, Վռամ Խանամիրյան, եկեղեցական կյանք։ Ապրիլի 3-ին Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում եկեղեցու հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժանգոչյանը հայտարարեց, որ այսուհետ լուսավորչում մատուցվող բոլոր պատարագները նվիրված կլինեն հայ զինվորին եւ Հայաստան աշխարհին մինչեւ կրակի դադարեցումը եւ խաղաղության հաստատումը։ Խնդրեց, որ մարդիկ միասնական աղոթեն հայ զինվորի քաջության, զորացման եւ անփորձանք ծառայության համար։
Այդ օրը 25 տարվա ընդմիջումից հետո կրկին հնչեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, հոգևոր երաժշտության գիտակ Խորեն Մեյխանեջյանի հեղինակած պատարագը։ Գրիգոր Լուսավորիչ մայրտաճարի հոգևոր առաջնորդ Անուշավան եպիսկոպոս Ժանգոչյանի տնօրինությամբ դեռևս 2 ամիս առաջ եկեղեցու երգչախումբը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ խմբավար Կարեն Սարգսյանի ղեկավարությամբ սկսել էր փորձերը։ Կրկնազատկին մատուցվեց պատարագ, որը վաղուց չէր հնչել մեր եկեղեցիներում։ Ի տարբերություն Կոմիտասի եւ Եկմալյանի պատարագների, Խորեն Մեյխանեջյանը մեղեդիները գրեթե ամբողջությամբ գրեթե չի վերցրել միջնադարյան մեղեդիներից, այլ շատ դեպքերում ինքն է հորինել։ Անշուշտ բազմաձայնության հետ կապված տարբերություններ կան, որովհետև ինքը արել է պոլիֆոնիկ մտածողությամբ եւ հարմոնիկ պատկերը պահելու, կառուցվածքը պահելու մտայնությամբ։ Խորեն Մեյխանեջյանն ավելի քան 25 տարի ղեկավարել է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի երգչախումբը։ 1990-ականներին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ստանձնել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու երգչախմբի ղեկավարումը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի ղեկավար Կարեն Սարգսյանը դեռևս 1977 թվականից ծառայում է հայոց եկեղեցիներում։ Գործունեությունը սկսել է Սուրբ Գայանե եւ Հռիփսիմե վանքերում։ Մեյխանեջյանի պատարագը համարում է ամբողջական գեղեցիկ մի երգ։ Եթե շատ սուբյեկտիվ լինեմ, շատ ավելի հաճույքով ես ղեկավարում եմ, ասենք, բարեխոսություն, Սուրբը ամբողջ շարքը, շատ գեղեցիկ է նաև օրհնյալ Աստված Քրիստոս պատարագյալ հատվածը եւ ամեն եղեցի։ Շատ հագեցած հարմոնիաներով, շատ դինամիկ, բայց ընդհանրապես ստեղծագործությունը ամբողջությամբ պետք է դիտարկել։ Խորեն Մեյխանեջյանը գրել է շատ գեղեցիկ պատարագ, շատ ոգևորիչ, շատ մեղեդային եւ ինձ որպես մենակատար շատ ոգևորում է Սուրբ հատվածը, որտեղ առաջին մասը սոլո է, հետո միանում է երգչախումբը, շատ գեղեցիկ է գրել։ Այդ պահին քեզ զգում ես երկնքում հրեշտակների հետ։ Երգեհոնահար Հեղինե Բարսեղյանի օգնությամբ պատրաստվել են նաև Դավիթ Քահանա Շահկյանի, Սահակ Սարգսակ Սիմոնյանի, մեներքիչներ Արմինե Խաչատրյանի եւ Դավիթ Ավագյանի ձայնաբաժինները։ 1980-ականներին այս ստեղծագործությունը հաստատվել է երջանկահիշատակ Վազգեն առաջին կաթողիկոսի կոնդակով եւ հնչել մի քանի անգամ։ Խմբավար Կարեն Սարգսյանը նշում է, որ պատարագի մեղեդիները բխում են հայ երաժշտարվեստի սկզբունքներից։ Մեյխանեջյանը, որպես փորձված խմբավար, որը տիրապետում է երգչախմբային արվեստին եւ ծանոթ է խմբերգային ստեղծագործությունների կատարման դժվարություններին, կարողացել է ստեղծել այնպիսի ձայնաբաժիններ, որոնք մասնագետ կատարողները կարողանում են արագ ընկալել եւ սովորել։ Սուսաննա Պետրոսյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։ Ահա